Մենք վերադարձանք սիրելի ընկերներ եւ այսօր ակամայից մենք ինչ-որ շատ ենք խոսում խոհանոցից, ման։ Ու ես գիտես ինչ եմ իմացել։ Էլի ներքին կարգով, որ մեր գործընկեր Անուշը մի շատ համեղ աղցան է մեզ պատրաստելու մի քանի վայրկյան անց։ Բարի լույս Անուշ։ Բարի լույս։ Բարի լույս։ Շատ լավ։ Այսօր պատրաստելու ենք շատ համեղ աղցան, որը վստահ եմ մեր հեռուստադիտողները անպայման գրի կառնեն եւ կպատրաստեն, որովհետեւ այս աղցանը ով մեր տանը համտեսում է, անմիջապես բաղադրատոմսը միանգամից ուզում է եւ իմ երեխաների սիրած աղցանն է։ Ես հիշում եմ, որ դու ասացիր, որ այդ աղցանը նման է կեսար աղցանին, ճիշտ եմ հիշում։ Ասացի, այո, որ կեսար աղցան սիրող մարդիկ հաստատ սա էլ կհավանեն։ Ահա, իսկ ինչ է մեզ անհրաժեշտ։ Մեզ անհրաժեշտ է կարմիր պղպեղ, դեղին, նարնջագույն, ով սիրուն է, երբ որ տարբեր գույներ են օգտագործվում, եւ պանիր, հազարի տերևներ, թթվասեր, մայոնեզ, կարող եք միայն թթվասեր օգտագործել, ով ինչպես կցանկանա, խոզապուխտ, եւ հիմա ես սկսել եմ կտրտել, այսպես երկարությամբ կտրում ենք, ու ուղղակի բոլոր, այսինքն պանիրը, խոզապուխտը եւ պղպեղը պետք է այսպես երկար կտրել, խառնել հազարի տերևների հետ եւ վերջ աղցանը պատրաստ է։ Այսինքն պանիրն էլ ենք կտրելու, այլ ոչ քերելու։ Այո։ Դե եթե շատ շտապ եք կարող եք քերել, բայց համեղ է այդպես։ Կտրած ավելի համեղ է լինում։ Իսկ որտեղից այս բաղադրատոմսը քեզ։ Անկեղծ արդեն չեմ էլ հիշում, շատ վաղուց եմ պատրաստում, բայց դարձել է մեր մշտական աղցանը մեր տան։ Մեր գործընկեր Հայկը, եթե այստեղ լիներ, շատ հետաքրքիր կլիներ նրա գեղագիտական լուծումը այդ անվան հետ կապված այս աղցանի։ Ինչ կասեր Հայկը, հետաքրքիր է։ Կադրից այն կողմ հեռուստացույցի առաջ հիմա սուրճով երևի հետևում է մեզ եւ մտովի մեկնաբանում ամեն բան։ Ես ուզում եմ զուգահեռները գտնել կեսար աղցանի հետ եւ դեռ չեմ հասկանում։ Պանիրը, հազարի տերևը, նույն օգտագործվում է երբեմն հենց խոզապուխտը, պղպեղ չկա իհարկե։ Ինձ թվաց թանձրուկի մեջ ինչ-որ գաղտնիք պետք է լինի, որ կնմանվի նաև։ Ոչ, այստեղ ուղղակի թթվասեր կարող եք ավելացնել եւ վերջ։ Շատ լավ։ Ուղղակի շատ համեղ է եւ տոնական սեղանների համար էլ բավականին գեղեցիկ։ Եվ տեսքն է գեղեցիկ, եւ համեղ է, եւ հագեցնող է։ Այս օրերին մենք կարող ենք մի քիչ շեղվենք շատ օգտակար ուտեստներից, աղցաններից։ Իհարկե։ Դրա համար երբեմն էլ կարող ենք նաև այսպիսի աղցաններ պատրաստել։ Իսկ եթե ինչ, կարելի է իհարկե խոզապուխտը փոխարինել օրինակ հավի կրծքամսով։ Այս աղցանը չի, դա կդառնա քանի որ Անուշի բաղադրատոմսը տես նեղացավ պահի տակ չէ։ Հասկացա։ Հաստատ դու ճիշտ էիր իմպրովիզայես աղցանը։ Ընդհանրապես դե գիտես, յուրաքանչյուրն իր քիմքին է հարմարեցնում, եթե մարդ կլինի, որ այդպես համեղ իր համար համեղ կլինի, ուրեմն կարող է եւ այդպես պատրաստել։ Բայց ասում եմ, այսպես հաստատ կհավանեք։ Անուշ, իսկ քյուֆտան, որ դուք պատրաստում եք, մենք դիտեցինք տեսանյութը, համեղ եղավ։ Այո, շատ համեղ էր։ Ընդհանրապես մեր ավանդական բոլոր ուտեստները, երբ գնում ենք մարզեր, պատրաստում ենք, մեկը մեկից համեղ են լինում եւ ինչն է լավ, որ ավանդական ուտեստները շատ սկսել են կիրառել հիմա, մի քիչ նորացված, փոփոխված ձևով, շատ ողջունելի է դա իհարկե։ Նույն օրինակ ավելուկը, մտածում էինք, թե ավելուկով ոչ մի ինչ-որ հետաքրքիր փոփոխություններ, բաղադրատոմսի փոփոխություն հնարավոր չի անել, դե ուղղակի ճաշ են պատրաստում եւ սոխառածով տապակում են, բայց ոչ, շուտով կտեսնեք, թե ինչ հետաքրքիր։ Իսկ ինչ եք պատրաստել ավելուկով։ Կտեսնեք շուտով մեր եթերում։ Աղցան թե ճաշատեսակ։ Աղցան։ Դու ավելուկ շատ ես սիրում։ Ես ավելուկ իսկապես շատ եմ սիրում, փոքր ժամանակ ընդհանրապես չեմ սիրել, մինչև հետո փորձեցի, հասկացա, որ ոչ միայն համեղ է, այլ նաև շատ օգտակար ու դարձավ խոհանոցի բաղադրատոմսերի անբաժան մասը ավելուկը, ինչ եմ ասում անբաժան, որովհետև վերջերս մեզ մոտ տաղավարում եւս հյուրընկալվել է Փեփրոնը եւ գիտենք թե ինչ յուրահատուկ, յուրօրինակ բաղադրատոմսեր է նա առաջարկում։ Նրա էջում պատահաբար հանդիպեցի ավելուկով գաթայի
եւ որոշեցի, որ մածունով գաթան սովորական, բայց խորիզի այդ քաղցր միջուկի փոխարեն նա անում էր ավելուկ։ Հետաքրքիր է։ Գիտես ինչ համեղ էր Միկո։ Շատ համեղ է ստացվել։ Այ դա է հետաքրքիր, որ բաղադրիչներ կան, որոնք որ մենք սովորենք, որ հենց այս ձևով, որովհետև տարիներ շարունակ այդ ձևով ենք կերել, բայց հիմա բոլորովին նորացված, թարմացված վիճակում է եւ մարդիկ սկսել են օգտագործել, որովհետև երիտասարդները հին ավանդական ձևով գուցե չցանկանան համ տեսել, փորձել, բայց այս ձևով շատ են օգտագործում։ Հիմա հազարի տերևները կտրենք մի փոքր մանր։ Կարող ենք նաեւ կտար ձեռքով, չէ՞, պոկել։ Այո, իհարկե։ Եվ անցնենք խոզապուխտին։ Ես այսպես որպեսի արագ լինի, հենց այսպես դնում եմ ու սկսում կտրել։ Բայց ես միշտ այդպես եմ անում։ Դե այսպես արագ է ստացվում։ Հիմա որ ասեմ կասեք էլի ասում եմ, բայց ես էլ եմ այդպես անում։ Օպրես Միկո։ Իսկ ո՞րն է քո ամենասիրելի բաղադրիչը, որ կտրում ես տախտակի վրա։ Վարդ հարց ես տալիս իմ սիրելի մանե։ Չկա այդպիսի ամենասիրելի։ Ինչը որ դանակ հարմար է քեզ ավելի։ Հարմար երևի թե պանիր։ Պանիրը։ Պանիր, բայց հիմնականում պանիրը ես քերում եմ, ոչ թե կտրում եմ։ Հասկացա։ Բայց ինչ Դե որ ընդհանրապես կտրում եմ, միշտ շատ լավ է։ ավելի հարմար է այդպես լինում։ Մենք ես շատ սիրում եմ կանաչի, երբ կտրում ես։ Հատկապես մեծ դանակով, մեծ տախտակի վրա։ Արագ։ Տես որ ասեցիր, ես նոր հիշեցի ու Հիշեցիր այդ պահը, չէ՞։ Արագ ու քեզ պատկերացնում ես ինչ որ Շեֆ խոհարար։ շեֆ խոհարար։ Վերադառնանք իրականություն, Անուշի խոհանոց եւ հասկանանք ուր հասանք։ Հասանք պանրին։ Այսպես շերտերի բաժանենք։ Եվ հետո սկսենք նույն ձևով երկարությամբ կտրել։ Ընդհանրապես աղցանները, եթե մի բաղադրիչ կտրում ենք խորանարդաձև, լավ է լինում, որ մնացածն էլ լինեն նույն ձևով։ Հիմա այստեղ բոլորը այդպես երկար կկտրենք։ Քեզ հեշտ է Միկա ամանորի նվեր նվիրելը։ Դանակ, հա, տախտակ, դանակ, Եվ ոչ միայն մանդարին։ Մեր փոքր ժամանակվա ավանդական պարկերը, մանդարինով, կոնֆետներով եւ մի բուռ չիրու չամիչով։ Բայց որքան էինք ուրախանում։ Անսահման։ Երևի ավելի քան հիմա այն երեխաները, որ նվեր են ստանում Այո։ սմարթֆոններ, համակարգիչներ եւ այլ շատ ցանկալի նվերներ, մեզ համար այդ տոպրակի մեջ գտնվող մանդարինը ամենահամեղն էր։ Ահա, պանիրն էլ ավելացնենք։ Այստեղ շատ քիչ սև պղպեղ կավելացնենք։ Քիչ առանձնացնենք այսպես։ Եվ թթվասեր, թե։ Այո, թթվասեր եւ մայոնեզ ես մի փոքր նաեւ կավելացնեմ այսօր, բայց եթե չեք ցանկանում, կարող եք չավելացնել։ Հիմնականում աշխատում եմ 1 ճաշի գթալ ավելացնել, մնացածը թթվասեր։ Ամեն դեպքում մի փոքր իր համը երբ տալիս է, շատ հետաքրքիր է այդպես ստացվում։ Համեղը։ Ավելի նուրբ է կարծես դարձնում։ Հիմա մի փոքր աղ կավելացնենք եւ կխառնենք աղցանը ու կմատուցենք։ Շատ քիչ աղը, որովհետեւ բաղադրիչները բոլորը գրեթե աղի են, բացի պղպեղից ու հազարի տերևներից։ Այսպես։ Եվ հիմա ավելացնենք թթվասերն ու մայոնեզը։ Մի փոքր խառնենք։ Պղպեղի գույները իհարկե այստեղ Շատ վառ գեղեցիկ, այո, վառ գույն կհաղորդեն։ Մտածում եմ ինչ անուն կսազեր այս աղցանին։ Ինչ։ Ինչ անուն կսազեր այս աղցանին։
մտածենք։ Գարնանային ինչ-որ գույններ կան, ես գարնան հետ եմ նմանեցնում։ Մայիս, ես կասեի մայիս, մայիս ամսվա հետ կապված։ Մայիս։ Մայիսյան կանաչը, որ դուրս է գալիս։ Հիանալի է։ Մայիս։ Մայիսյան աղցան կարող է Մայիսյան լինել։ աղցան։ Թող Հայկը գնա ու մտածի, որ միայն նա չի կարող աղցանին անուններ անել։ Անվանակոչել աղց։ Ինձ թվում է չկա մեկը, որ հրաժարվի այս աղցանից։ Մի լավ խառնենք ու մատուցենք։ Հիմա հենց ճիշտ ժամանակն է, երբ մարդիկ սկսում են մտածել, ինչ հետաքրքիր աղցան պատրաստեն տոնական օրերին, ինչ ճաշատեսակներ պատրաստեն։ Դրա համար առաջիկա շաբաթում մենք կներկայացնենք նաև հետաքրքիր տոնական աղցաններ եւ ուտեստներ։ Անուշ դու այնպեսի լայն հնարավորություն ես տալիս մարդկանց, որ կարող են հետ նայել քո պատրաստած բոլոր աղցանները ու ցանկացած ինչ-որ մի աղցան ընտրեն ու դարձնեն իրենց տոնական սեղանների զարդը։ Դե իհարկե, իրականում հիմա անպայման չէ այսպես շատ ճոխ աղցաններ պատրաստել, նույնիսկ հասարակ բաղադրիչներով ուղղակի եւ քինոայով օրինակ ինչպես այն օրը պատրաստեցինք, շատ համեղ հետաքրքիր։ Բայց կարծում եմ նախատոնական օրերին էլ կարելի է անդադար մարդկանց հիշեցնել, որ պետք չէ պատրաստել ամեն ինչը մեծ չափաբաժիններով, Այո, որովհետև հետո լինելու է պահպանման ժամկետի խնդիր ու բոլոր այդ օրերին միևնույն է աշխատում են, խանութները բաց են, եթե նույնիսկ այս կամ այն բաղադրիչը չի բավարարում, կարելի է մոտակա խանութից ձեռք բերելու հենց այդ պահին պատրաստել, թարմ վայելել, ոչ թե պահել սառնարանում մի քանի օր, հետո չհասկանալ, թե ինչ անել այս կամ այն ուտեստի կամ աղցանի հետ։ Ես ակամայից մի խոսք հիշեցի, այսպեսի մի խոսք աճած, աշխարհի վերջը չի։ Այո, Մի բան արեք, ոչինչ, կսարքեք էլ։ 2026-ը հաջորդ օրվանից սկսելու է, այնպես որ պետք չէ շտապել եւ պատրաստել մեծ չափաբաժիններով, որպեսզի ամենակարևորը չունենաք առողջության հետ կապված խնդիրներ։ Դրա համար ավելի շատ հատկապես թթվասերով խառնած աղցաններ պետք չէ շատ օգտագործել, գոնե չափաբաժինը շատ քիչ վերցնել եւ խառնել այդ ամենը, որպեսզի շուտ չփչանա։ Եվ այսպես պատրաստ է մեր աղցանը։ Վստահ եմ, անպայման կպատրաստեն մեր Ես անհամբեր հեռուստադիտողները։ սպասում եմ, թե երբ եմ գալու եւ համտեսելու եմ։ Անուշ լինի համեցիկ։ Մենք շտապենք խոհանոց, իսկ այս ընթացքում մեր հեռուստադիտողներին ներկայացնենք, որ Առավոտ լուսոն իհարկե ունի շատ սիրված շարքեր, որոնք առիթը օգտագործելով անդադար այդ շարքերին անդրադառնում է եւ այս անգամ էլ մեր գործընկերը մեզ օգնելու է տեսանյութերի միջոցով, որպեսզի վերհիշենք, ավելի թարմ դարձնենք մեր գիտելիքները կապված մայրենիի հետ։ Տեսնենք, թե այս անգամ ինչ հստակ թեմայի է նա անդրադարձել եւ փորձենք մտապահել, որպեսզի ավելի քիչ սկսենք սխալվել մեր թե խոսքում, թե գրավոր խոսքում։ Գնացինք։